Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն է, ողջույն, պարոն Մանուկյան։ ՀԱԿ-ի 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների ծրագիրը խելամիտ ուղի է կոչվում։ Ես այն ընթերցել եմ, բավական ընդգրկուն է, ներառում է շատ ոլորտներ, արմատական փոփոխություններ։ Այդ ո՞րն է լինելու այն հիմնական 3 քայլերը, որ ՀԱԿ-ը անելու է իշխանության գալու պարագայում կամ իշխանական կոալիցիայում լինելիս առաջարկելու է անել առաջին 100 օրում, այ կտրուկ ինչ փոփոխություններ եք դուք առաջարկում։ Շնորհակալ եմ, նախ հարցերն էին բան, դիպուկ եւ ճիշտ կազմակերպած, պատասխանեմ հենց նույն ձևով։ Առաջին հերթին, ամենաառաջին խնդիրը Հայաստանը պետք է ներքին հանդուրժողականության խնդիր լուծի, որովհետեւ այսպես ծվատված հասարակությունով արտաքին մարտահրավերներ դեմ չես կարող առնել։ Այսինքն ներսում բոլորից սև ու սպիտակի եկեղեցու դեմ պայքարը, զինվորականների դեմ պայքարը, այդ բոլորը պետք է վերացվի։ Անկամ նույնիսկ գիտեք ինչի նման է, ինչն եմ հիշում։ Վանո Սիրադեղյան օգոստոսի 23-ի օրը Ազատության հրապարակում ասեց, մենք մտնում ենք նոր փուլ, նոր պետություն եւ պետք է հայտարարենք ներմանոր։ Ներում ենք բոլոր ամեն ինչը։ Հիմա շատերը կասեն ոնց, բա այս հանցագործ ռեժիմը ներումը հասարակություն կառուցելու, հանդուրժողականության դաստեղծելու լավագույն միջավայրն է։ Այսինքն Փաշինյանը չի դատվելու ձեր օրոք։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի հեռանկարը, Նիկոլի հեռանկարից բացարձակ չի հետաքրքրում։ Թե որպես անձ, որովհետև դաշնակցությունը դատելու ենք նրան հենց եկանք իշխանություն։ Թող դատեն, արդար դատեն, ես իմ նպատակը երկիրն է, հասկանում եք, անկախ Հայաստան, ուրիշ նպատակ ես չունեմ, կանխատեսելի, սուվերեն, արժանապատիվ Հայաստան։ Այդ մեկ։ Երկրորդը, այն ինչ որ խիստ խախտվել է, բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Մեզ խիստ անհրաժեշտ է այս թոուբոյի մեջ, այս վայրի վերումների մեջ լուրջ հարաբերություններ ստեղծել արևելքի եւ արևմուտքի միջեւ բալանսավորված հասարակություն։ Բոլորս շատ լավ գիտենք, որ արևելքը զարգանում է թռիչքաձև, հերթով Թրամփն է գնում, այսօր Պուտինն է գնում Չինաստանի դերը բացարձակ մեծ արագությունները ուժեղանում է եւ դու չես կարող հաշվի չառնել այդ արագությունները։ Այսինքն արևելքը լուրջ գործոն է, արևելքի հետ նկատի ունեմ ավելի արդեն մեծ արևելքը, Իրան, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան։ Այս երկրների հետ ռազմավարական դաշինքներ պետք է կնքվել, տնտեսական դաշինքներ, որը կհավասարակշռի կամ կբալանսավորի մեր արևմտյան վեկտորը։ Դուք գիտեք, որ մենք, ասենք Հայ ազգային կոնգրեսը արևմտյան բանի օրենտացիայի կուսակցություն է, մենք ԱԼԴԵ եվրոպական լիբերալների կուսակցության անդամ ենք, մշտապես եղել ենք Եվրոմիության այսպես համակիրը, եվրոպական արժեքների կրողը, այսինքն Եվրոմիության, եվրոպական երկրների եւ Արևմուտքի Միացյալ Նահանգների հարաբերությունները մեզ համար գերակա արժեքներ են, անքննելի, արևելք, արևմուտք հավասարաչափ։ Բայց պետք է հավասարակշռել, նկատի ունեք։ Հավասարակշռել, բալանսավորել, երկուսից էլ օգտվել։ Մոդելները կան, ես մի օրինակով կարող եմ ասել, որ օրինակ էներգետիկայում երկուսից էլ հավասար պետք է օգտվես։ Միտեղից կրիչներ բերես, որոնցով իրանք ուժեղ են, միտեղից էլ գրես ռուսական տեխնոլոգիաներ, ասենք միջուկային վառելիք կամ միջուկային։ Դա երկրորդ խնդիրը, բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Երրորդը, Հայաստանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ արևելք-արևմուտքը եւ ներսին հանդուրժողական համախմբված ժողովուրդը պատրաստ լինի, ոգևորված լինի իր երկրի ծաղկացման գործընթաց։ Դրա կարևոր, որպեսի բառեր չլինի, կարևորագույն մեր խնդիրը, որը նորություն է, որը ոչ մի ուժ չի ասում, իշխանությունները անգամ չեն համարձակում դրանք քննադատել, Իրանի հետ կապվող մեր երկաթուղու ծրագիրն է։ Սա դարի կառույց է, ես կարող եմ համարել մեծագույն կառույց, որը կարող է կապել արևելք-արևմուտքի հետ եւ հյուսիս-հարավի հետ։ Այսինքն չմերժելով թրիպը, մենք արևելք-արևմուտք ծրագիր ենք առաջարկում եւ այդ հաբ է ստեղծում Սյունիքում, տնտեսական տրանսպորտային հաբ, որի համար, որի բարգավաճման, որի շատ ապրանք անցնելու, որտեղ շատ փող աշխատելու շահագրգռվածություն կարող են ունենալ Իրանը, Հնդկաստանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ մյուս կողմից էլ Եվրոմիությունը, Թուրքիան, Միացյալ Նահանգներ, Արևելքը, Հնդկաստան, Չինաստան։ Այսինքն այդ երեք մեծ ծրագրերը կարող են ապահովել Հայաստանի
եւ խաղաղությունը, եւ ներքին խաղաղությունը, եւ արտաքին դիմակայությունը, եւ երաշխավորված խաղաղությունը մեր ռեգիոնում։ Շատ լավ, երկիր կամուրջ չեզոքության մոդելը ՀԱԿ-ի առաջարկած Արևմուտք Ռուսաստան ներկայիս կոշտ հակամարտության պայմաններում է ըստ էության Հայաստանի համար առաջարկում։ Այդ տեսեք, բայց արդյոք խոշոր գերտերությունները Հայաստանի Հանրապետության մասշտաբը, քաշերը, իրական քաշերը, հա, հաշվի առնելով մեզ չեն հարկադրելու ընտրություն կատարել իրենցից որևէ մեկի միջև լավ կլինի բոլորի հետ էլ ունենալ լավ հարաբերություններ, շահեր, համադրել եւ այլն, բայց գերտերությունները միշտ փորձում են ճամբարափոխ անել։ Բնական է, շատ տրամաբանական հարց եք տալիս, այդպես էլ պետք է լինի։ Իրանը կուզի ինքը թելադրի, Ռուսաստանը կուզի ինքը թելադրի։ Ուտոպիստական չի երկիր կամուրջ ձեր չեզոքության, ասեմ, որովհետեւ եթե դու նախ իրենց հետ բաց պետք է խաղաս, դու իրեն չպետք է ֆռացնես։ Ուղիղ փոքր երկրներ ձեր ասած առավել ևս Ռուսաստանի հետ ուղիղ խաղան, Միացյալ Նահանգների հետ ուղիղ խաղան, Իրանի հետ ուղիղ խաղան։ Եվ երբ որ դու դառնում ես գործոնի վարժանապատիվ, այդ մարդկանց հետ ուղիղ հավասար նստում ես խոսելու, իրենք շատ լավ էլ հասկանում են։ Ես ավելին ասեմ, ԱՊՀ-ի ստեղծման ժամանակ Միացյալ Նահանգները մեզ նույնիսկ համոզում էին, որ հանկարծ այդ բանից ԱՊՀ-ից դուրս չգաք, ռուսների դեմ կոնտր բաներ մի արեք, համագործակցեք, մեզ հետ էլ համագործակցեք, ՆԱՏՕ-ի հետ էլ համագործակցեք, կա մոդելը։ Գիտեք, ամեն մեկի ուզածը հստակ է համարի, այնպես չի, որ իրանք ասում են քո ամբողջ իշխանությունը տուր ինձ, ես քեզ պետք է թելադրեմ։ Ամենևին, օրինակ ռուսական շահի բանը մեր ռեգիոնում հետևյալն է, անվտանգության համակարգն է։ Եթե դու ռուսների հետ քո անվտանգության համակարգ պահում ես, օրինակ իրենց բազան, ասենք, թե այստեղ պահում ես, մնացած հարցերով միշտ այդպես եղել եւ բաց։ Տնտեսական, դիվանագիտական, բանկային, հարկային, օրենսդրական, միջազգային կառույցների հետ համագործակցելը ռուսների հետ պրոբլեմ չկա, որ իրանք ասում են եւ արևմտյան երկրների ամբողջ արժեքները բերեք մեր մոտ։ Ու մենք այդպես էլ այն ժամանակ այլ։ Այսինքն իրենց կարմիր գիծը բազայի իրենց կարմիր գիծը այս ռեգիոնը ռուսները համարում են իրենցը։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, արևմուտքն էլ է համարում այս ռեգիոնը ռուսական կոնե, հիմա այդպես ազդեցության գործի եւ իրենք ախր իրենք գիտեք ոնց է, հաճախ իրենք բարեշում են առանց քեզ հարցնելու էլ։ Դու պետք է գտնես այն տարբերակ, այն բաները, որ օրինակ հիմա այսօր Պուտինն ու բանը Չինաստանի նախագահ քննարկելու են հավատացեք ամբողջ ռեգիոնի հարցը, ներառյալ Իրանի հարցը։ Նույնը քննարկել է 2 օր առաջ Թրամփը Չինաստանի հետ էլ Իրանի հարցը, բնականաբար Հարավային Կովկասի հարցը, բայց ավանդաբար Հարավային Կովկասի ազդեցությունը այս ռեգիոնում Թուրքիայի համաձայնությամբ անգամ կամ լուր համաձայնությամբ այդպես է եղել։ Եվ դու պետք է մանևրես, բայց ոչ թե նվաստանալով, խափելով, խեղճանալով, այլ արժանապատիվ լինելով։ Հիմա այն իմ ասած այն երկու կետեր արժանապատվության դրսևորում են։ Ներքին հանդուրժողականություն, ուզում է ռուսը, ուզում է թուրքը, ուզում է ամերիկանցը, եթե տեսնում որ դու ունես միակամ, միաձույլ հասարակություն, դա արդեն գործիք է քո համար։ Դու գործոն ես դառնում։ Այդ դեպքում քեզ հաշվի են առնում։ Դա գործոն է։ Քո ընտրությունները, եթե դու միանգամից քո քաղաքացիներով գնում ես, ընտրում ես Պողոսին, իրենց համար Պողոս արժեք է դառնում։ Բայց եթե սկսում են խժդոզություններ եւ դու սկսում ես տուրք տալ դրսի ազդեցություններին, իսկ հիմա այդ դրսի ազդեցությունները ակնհայտ են, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը բացայտ բան են, խադրույք են դրել Հայաստանի ընտրությունների վրա, մերժելով կամ առհամարելով Հայաստանի քաղաքացու իրավունք։ Այս դեպքում քո այդ հաշվի չեն նստի, ավելին կուզեն։ Դա նշանակում է, որ երկուսի հետ էլ եւ արևելքի արևմուտքի հետ էլ հնարավոր է բացատրելով, հասկացնելով լեզու գտնել եւ երկիրը առաջ տանել։ Ես ներող կնենք, ես եղել եմ այդերի իրավիճակներում դրսում միջազգային կառույցների բանակցություն։ Երբ որ բացատրում ես, ասենք ամերիկացիներին, ֆրանսիացիներին, որ լավն եք, ձեզ հետ ընկերություն անում են, բայց անվտանգության առումով դուք մեզ չեք կարող գալ, հասնել եւ փոխարինել հապկին։ Իրանք հասկանում են։ Իրանք շատ լավ գիտեն։ Գոնե քեզ հետ քեզ հավանողները իրանք գիտեն որ եթե փորձի ասենք Ֆրանսիան այստեղ անվտանգային համակարգի առումով մեզ վերցնի իր ազդեցության տակ լուրջ խնդրեմ կունենա Ռուսաստանի մեծ տածեր տալիս այստեղ մի հարց այ կուզեի ձեր եւ իշխանության տեսակետների խզման գոտին հասկանալ Փաշինյանենք ասում են լավագույն անվտանգությունը խաղաղությունն է հենց այդ բառապաշարը այսինքն եթե մենք կոնֆլիկտ չունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարիք էլ չկա դրսից
խաղացողներ ներգրավելու, լինի Ռուսաստանը, Ֆրանսիան եւ այլն, այսինքն հասնենք սրանց այդ խաղացան եւ անվտանգային խնդիրներ չենք ունենա։ ՀԱԿ-ը այն կուսակցություններից է քիչ, էլի, եթե չասեմ բացառիկ, հա, որը հայհոյանքների եւ անեծքների այդպես բանի տակ, հոսքի տակ մի 10 տարի առաջ 15-20 ևել է ասում էր Թուրքիա եւ Ադրբեջանը հետ պետք է գնալ կարգավորումների քիրվայության մեջ էր մեղադրում ես հիշում եմ 2007-8 թվականներին Տեր-Պետրոսյան որ վերադարձավ քարոզչական ինչպիսի տերոր էր իրականացվում հա պետական հեռուստաընկերություններով որ թրքամեծ սիոնիստ եւ այլն Այ այդքանի միջով անցնելով հիմա Փաշինյանի արածը նույն բանը չի ինչ որ դուք եք ուզում պատերազմի արդյունքները գիտեն որ նույնը չի պարոն Մանուկյան հենց այսօրվա քաղաքականությունը չեմ չարաշահեց ազատ պատերազմի բացարձակ այդպես չէ որովհետեւ մեր ասած խաղաղությունը որ անընդհատ մենք ասել ենք եւ անընդհատ տուժել ենք այդ խաղաղությունը ասելու պատճառով բացարձակապես ուրիշ եղել այնտեղ ինքնիշխանության կորուստն ենք չենք ունեցել բացարձակ ոչ միայն ինքնիշխանության, այլև սովորական արժանապատվության կորուստ էլ չենք ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններում կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիմա տարբերությունը նա է, որ այս ամեն ինչ որ կատարվում է քո ինքնության հաշվին է, քո սահմանների հաշվին է, 300 կիլոմետր այսօր Հայաստանի քարտեզից կորած է, ել չեմ ասում են հեքիաթ, որ դարձանք 2740, միշտ մտքից կա որ հարցնեմ, որտեղ է, այդ դուր է մնացած 29-8 թխի դարավ 29-7 Եթե դու գերիներ ունես, եթե քո դեմ կա պայմաններ, որ դու պետք է հռչակագիր հանես, անկլավները հանձնես, նոր սահմանազատում անես, արդեն ազատագրած տարածքները տաս, հայտերդ եվրոպական դատարանների հետ վերցնես, դասագրքերդ փոխես, եկեղեցի ջարդես, սա այն խաղաղությունը չի, որը կուզեինք կամ որը հնարավոր է ունենալ։ Սա նվաստացման Ձեր նշածը պատերազմի հետևանքը չի, պարոն Մանուկյան։ Պատերազմի հետևանքը կարող է լինել Ղարաբաղը ասենք պարտվել է համաձայն է Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծում եւ Հայաստանը պատերազմի մեջ չի եղել Հայաստանի տարածքում պատերազմ չի եղել հարգելի Ռոբերտ եւ մենք հիմա տալիս ենք այնպիսի բաներ որոնք կարող էինք տալ եթե Հայաստանը ուղիղ առճակատման մեջ լիներ Ադրբեջանի հետ եւ ինքը կապիտուլացներ մեզ մտներ ասենք Երևանի մերձակայքը ու սկսեր թելադրել որ հարձակվի եկեղեցու վրա այն անկլավները հետ բեր բոլոր հայցերը եվրոպական դատարանների հետ վերցու 300,000 հոգուն կբերեմ հռչակագիրն էլ կհանես հանրակրվի կանես նոր ես կմտածեմ ստորագրեմ թե չէ այսինքն մենք տալիս ենք այսօր այնքան որքան չենք պարտվել Անշուշտ ես հրաշալի հասկանում եմ որ պարտությունը իր հետ բերում է կոնտրիբուցիաներ, կորուստներ, բաներ, հիասթափություններ եւ այլն, բայց մենք արդյոք Հայաստանի տարածք ենք պարտվել, եկեղեցու ջարդել ենք պարտվել, հռչակագիր անկաբանից հանել ենք պարտվել, 300,000 հոգու բերելու բան ենք պարտվել, եվրոպական միջազգային դատարաններից մեր բոլոր հայցերը ժողովրդավարության իրավունքների հետ կապված հետ վերցնել ենք կապվել, բանակի կրճատվել, մենք պարտվել ենք ներողություն եմ խնդրում, հա? Մենք բանակը այս վիճակում չենք կրճատում, կարող եք ասել։ Մենք սահմանապահ զորքեր ունեինք։ Պապիկյանը ոնց որ հերքում էր, որ Պապիկյանի հերքելը ինձ համար 0 կոպեկի արժեք ունի։ Եթե ինչ է հերքելը, այսինքն իրենց հրամանագիրը որոշում է, որ 100 բանակը կրճատվել է, դա կարող են հերքել։ Նկատի ունեմ, որ պայմանագրայիններով են ավելացնում։ Պայմանագրայիններ ինչև է չկար, ինչև է կար պայմանագրային։ Պայմանագրին միշտ եղել են 44 Եկեք հիմնական հարցից չշեղվենք։ Հիմնական հարցը հետևյալն է, դուք եկաք իշխանության, ինչ կանեք, որ այսօր Փաշինյանը սխալ է անում կամ չի անում, պարոն։ Ես ասեցի, առաջին 3 ակնհայտ է որ ասեցի, ներքին հանդուրժողականություն, բալանսավորված քաղաքականություն եւ տնտեսական ինտեգրացիա բոլոր կողմերի հետ, Ադրբեջանի հետ։ Նախ պետք է հարգել բոլոր միջազգային պայմանավորվածություններ, որոնք օրենքի ուժ են ստացել, որոնք եթե ռատիֆիկացվում են քո պարլամենտում, նրանք ավելի նույնիսկ բարձր են, քան օրենսդրությունն է։ Մեր սահմանադրությունն է այդպես ասում, միջազգային փաստաթղթերը, որոնք անցել են միջազգային փաստաթուղթ դառնալու բոլոր պրոցեդուրաներ, նրանք ավելի բարձր են, քան քո օրենքները։ Եթե Հայաստանը ունի կամ կունենա այդպիսի փաստաթղթեր, որոնք անցել են բոլոր փուլերով, բնականաբար դա պետք է պահպանվի եւ որևէ իշխանություն ընդհանրապես աշխարհում ընդունված ադատ է։ Հին իշխանությունների ընդունած միջազգային փաստաթղթերը եւ օրինական ստացած փաստաթղթերը չի վերացնում։ Այսինքն 17 կետանոց համաձայնագրից չի հրաժարվելու։ 17 կետանոց պայմանագիր չկա։
Եթե 17 կետանոց պայմանագիրը նախաստորագրված է, դա պայմանագիր չէ, եթե նա անցնի բոլոր ճանապարհները եւ ստորագրվի, դու պարտավոր ես հարգել։ Բայց ես վստահ եմ, դուք կստորագրեք, եթե գաք իշխանության։ Չէ, ես չեմ ասում կստորագրենք, ես ասում եմ, եթե ստորագրված լինի, դու չես կարող դա հետ մտնել։ Բայց քանի որ ես վստահ եմ, դա չի ստորագրվելու, որովհետեւ այն պայմաններ, որ Ադրբեջանը առաջարկում է Հայաստան, դրանք ուղղակիորեն չեն լինելու։ Եվ Ադրբեջանի խնդիրը ամենևին հավատացեք ինձ, խաղաղության պայմանագիր ստորագրելը չէ, քանի որ իրանք ունեն երկու շատ իրենց օգտին աշխատող գործոն։ Մեկ այն, որ այդ շանտաժ անընդհատ աշխատում է, ինչ պայման դնում են, կատարում ես հաջորդ պայմաններն, այդ պայմանը կատարում ես հաջորդն է դնում։ Եվ ունեն Նիկոլ Փաշինյանի նման ոսկե ձկնիկ, որը անընդհատ սպասարկելու է իրենց պահանջները, այդ առումով իրենց ձեռնտու չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ դրա համար է նաև, որ իրենք շահագրգռված են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ։ Սա է ընդհանուր խնդիրը, այսինքն ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վնասելու է Հայաստանի անվտանգությանը, մեր նշած բոլոր խնդիրներին, եւ այս պահին Նիկոլ Փաշինյանի հերացումը իշխանությունից ուղղակի բխում է Հայաստանի անվտանգության շահերից, Հայաստանի իմունիտետը ուժեղացնելու շահերից, Հայաստանի բալանսավորված ռազմավարական ընկերներին հետ բերելու շահերից եւ ամենևին այստեղ չի լինելու սովորական իշխանապողություն, լինելու է օրիենտացիայի կամ արտաքին վեկտորի ուղղում, հա, հավասարակշռված արտաքին վեկտորի ընտրություն, որը այսօր բացարձակ շեղված է։ Ձեր իշխանության գալու դեպքում եք ասում, թե նաև օրինակ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան հավանական կոալիցիայի դեպքում։ Ես չեմ կարող նրանց վրա այդպես հույս դնել, բայց կարող եմ այսպես մի բան էլ ասել, որ մեր դաշինքը ուժեղ Հայաստանից չկայացավ նաև այդ մոտեցումների տարբերության պատճառով։ Որն էր հատկապես։ Եկեք շատ մանրամասներ չասեմ, բայց կար մոտեցումների տարբերություն, հենց թեկուս է ձեր ասած շրջանակներում, եւ մեզ համար կան կարմիր գծեր։ Մեզ համար կան կարմիր գծեր, սկզբունքային գծեր, դա առավելապես այդ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, վեկտորների փոփոխությանը եւ Հայաստանի սուվերենությանը։ Մեզ համար Հայաստանի անկախության արժեքը բարձրագույն արժեք է, բարձրագույն։ Մենք անկախության ուժ ենք, ժողովրդի հետ անկախություն ենք բերել եւ 35 տարի էլ պայքարում ենք այդ արժեքը պահելու համար։ Դա իմ թիմի համար բարձրագույն չէր ձեր կարծիքով։ Ուժեղ Հայաստանի դեպքում բարձրագույն արժեք չէր Հայաստանի։ Չեմ կարող ասել, բայց եթե լինի կոալիցիա, իսկ մենք ունենք այսպես օթային բաց պայմանավորվածություններ, որ այդ համագործակցությունը կարող է շարունակվել նաև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ եւ այն ժամանակ կսկսեն քննարկումներ Աստծո հաջողությամբ, եթե ստացվի այդպիսի բան, իսկ ես հույս ունեմ, որ այդ ձևով կարող է լինել իշխանապողություն, բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն եւ այդ դեպքում իրենց հնարավորությունը շատ ավելի հեշտ է լինում իշխանապողություն իրականացնել։ Բայց ես եթե կարելի է մի բան խնդրեմ, հա ձեզ, քանի որ նաև ծրագրերի մատուցման հետ կապված խնդիր կա, իսկ մենք դեֆիցիտ ունենք հնարավորությունների, ինչպես ներկայացնել երկու կոնցեպտուալ բանի մասին եմ ուզում խոսել, որ չունեն ոչ մեկը, կարևոր են դրանք շատ, ռազմավարական են, մեր բոլոր ծրագրերը ռազմավարական են, ձեզ ասեմ, մտածված, գիտական փորձակնություն անցած, կենաց չկա, ինչ ասեմ, լուրջ ուժ ենք, ջուր ծեծել եք, լուրջ քաղաքական ուժ ենք, ջուր ծեծելու մասին, կենաց ասելու, յուղ վառելու մասին չի։ Մի հատ լուրջ ծրագրային կոնցեպտ եմ ձեզ ուզում ասել, կրթական համակարգը մեր որքան էլ լավ ներկայացնեն, գտնում է շատ ծանր վիճակում։ Ակադեմիական քաղաք չի լինում։ Ակադեմիական քաղաքը պետք է մերժել բացարձակապես, որովհետև դա ավիրելու է ընդհանրապես Հայաստանի կրթական քարտեզը։ Մենք ունենք, ասենք, այսօր մի 10 տեղ համալսարաններ, եւ այդ համալսարանները եթե փակվելու են, ապա փակվելու են որպես ռեգիոնալ կրթական հիմնարկներ եւ չեն կարողանալու գան մեկտեղ շատ բաներ է քանվելու, ընդհանրապես դա չիրագործող ծրագիր, դա բլեֆ է, պատրանք է։ Եվ այդ պատրանքը պետք է քանդել, ինչքան շուտ այնքան լավ, Գյումրիում պետք է մնա իր Գեղարվեստի ակադեմիան, հրաշալի հիմնարկ է, հրաշալի, կայացած։ Գնաք, տեսնեք, նախանձեք։
Վանաձորի մանկավարժական աշխատող հիմնարկ է, Գորիսին աշխատող է, լիքը կան այդպես։ Էլ չեմ ասում, ֆրանսիական համալսարան ինչ է լինելու, ամերիկյան համալսարան ինչ է լինելու, եվրոպական համալսարանը, ձեզ թվում է ամերիկյան համալսարանը պետք է դուրս գնային, բան աշտարակ, ոչ, բացառվում է։ Բոլորի հետ շփվում եմ, բոլորի հետ գիտեմ, եւ այդ դեպքում կսացի մնացածները Գորիսը, Մորիսը բոլորը գնում են աշտարակ, այստեղ մնում են մոնոպոլի վիճակով ֆրանսիական համալսարան, ամերիկան, չի լինել, այդ ծրագիր չի լինել։ Բայց ինձ համար տրագեդիան ոչ թե բանն է, այդ համալսարան, դա հեշտ լուծվող հարց է, Ռոբերտ, հավատացեք։ Ինձ համար տրագեդիա հետեւյալն է։ Ես ասում եմ Հայաստանի հաշվիչ պալատի առաջվա ոնց էր կոչվում վերահսկիչ պալատի անցած տարվա հաշվետվության թվերը կրթության բնագավառում Հայաստանում 6-ից 19 տարեկան երեխաների թվից 110,000 երեխա դպրոցից դուրս է։ Այսինքն այդ մարդիկ գտնվում են բնակչության ռեեստրում, գրանցված են որպես Հայաստանի քաղաքացիներ։ Եվ երբ որ ստուգում ես դպրոցի հանրակրթության դպրոցի թիվը 6-ից 19 տարեկաններ, այսինքն մինչև 12 տարեկանը 110,000 երեխա բացակայում է, 111,000։ Ստացվում է, որ այդ մարդիկ կան, բայց այդ մարդիկ դպրոցում չկան։ Եվ դրանցից ակնհայտ հայտնաբերվածները սա պաշտոնական թվերն են, պետության վերահսկողության տակ վերահսկիչի թվերն են։ 20,000 մարդ գիտեն ուր է, բայց ինքը դպրոցում չէ։ Այսինքն այդ երեխան կա արդեն, նրան հայտնաբերել է, բայց ինքը դպրոց չի հաճախում։ Եվ ընդգրկվածության առումով սա տրագեդիա է, երբ որ քո կրթական համակարգ քանդվում է, դա նշանակում է քո վաղվա օրն է քանդվում, պոտենցիալն է քանդվում։ Ուրեմն մեր ամբողջ ռեգիոնում, մեծ ռեգիոնը նկատի ունեմ, մինչև Եվրոպա, Միջինասիան, ԱՊՀ տարածքը վերցած, մոտ 20 երկրների հաշվարկով Հայաստանը գրավում է վերջից երկրորդ տեղը այդ տարիքի երեխեքի ներգրավվածությամբ։ Այսինքն ամենաշատ ոչ ներգրաված երեխեք Հայաստանում, դա կազմում է 17.5%։ Մի հատ հաշվեք 100-ից 17%, այսինքն ամեն 6 երեխուց մեկը դպրոց չի գնում։ Սա պետության փնթիության չկազմակերպվածության արդյունք։ 21 թվին ես հիշեցնեմ, կարող են բոլորը ստուգել, ԿՊ-ի ծրագրում կար, որ այս տարիներին արդեն պետք է ներգրավվածությունը լիներ 99%, որը շատ բնական է, այդպեսի պլան բոլոր ժողովուրդներն էլ պետք է դնեն։ Երեխեք պետք է հաճախեն դպրոց, քաղաքակիրթես երեխեն գնա դպրոց։ Հիմա, այս մի քանի թիվ ասեցի, խնդրում եմ հիշեք, 20,000 երեխա կա, որ ասում արից դպրոց չեմ գալու, 110,000 երեխա էլ անհայտ է, կորացա դպրոցում չգիտենք ուր է։ Եվ մյուս հարցը, որ ես այն անգամ ձեր հետ էլ խոսեցի, 229 դպրոց փակվում է Հայաստանում, ես այս վերջի 20 օրը պատասխանել եմ։ Փաշինյանն ասում է, ես համաձայն չեմ փակվել։ Իր համաձայնությունը իմ հետ ինչ կապ ունի, ես այդ փաստերով կասեմ հիմա, դուք կտեսնեք, որ ես եմ ճիշտ, թե այդ Սուտասանը։ Ես պատտվել եմ բոլոր այն գյուղերում, որտեղ կա 70-ից ավել աշակերտ եւ փակվել է հրամանագիրը կա մարտի 1-ի բանից օգոստոսի 1-ից այդ դպրոցները փակվել են։ Ուրեմն 25 հատ հարգելի Ռոբերտ կա դպրոց, որ ունեն 60-ից ավել աշակերտ, 15 դպրոց կա գյուղական, միայն գյուղական դպրոց եմ ասում, որոնք ունեն 80-ից ավել աշակերտ եւ մոտավորապես մի 6-7 դպրոց էլ, որոնց ես հաճախել 100-ից ավել աշակերտ։ Բոլոր այդ դպրոցները, որոնց մասին ասում եմ, լեռնային են, բարձր լեռնային են, սահմանային են։ Հիմա իրանք ինչ են անում։ Իրանք 7 գյուղ միավորել են, ընդ որում սկսվեց համայնքների խոշորացումից, ողբերգությունը ընդդից է գալիս։ 1000 համայնք ունեինք, դարձավ 70 համայնք։ Այն մնացածները կորցրին իրենց գյուղապետին, գյուղապետարանը, կապի իշխանության հետ, ներկա չի մի հոգի առանց ֆունկցիայի, առանց լծակների։ Հիմա իրենք ամենաակնառու օրինակով ասեմ, Ամասիայի 26 գյուղին սպասարկվելու է 4 դպրոց։ Այո, Նիկոլը 300 հատ խոստացավ 60 հատ դպրոց կառուցել է։ Բայց այդ 60 դպրոցը, ասենք ամեն մեկը սպասարկելու է 10-15 գյուղի։ 26, խնդրում եմ ուշադիր, 26 գյուղին սպասարկում է 4 դպրոց։ Միջինը ստացվում է 7 կամ 6 գյուղին 1 դպրոց։ Իհարկե, ձեր ասած լավ ասարկա, բայց այդ գյուղերը իրարից հեռու են մինչև 12-15 կիլոմետր,
Այդ գյուղերը բարձր են 2000 մետրից ավել եւ ձմեռվա բոլոր ամիսներին որևէ ավտոբուս չի բարձրանում, այսինքն այդ ծրագիրը չի իրականացվելու եւ այդ մարդիկ արտագաղթելու են։ Ես ներկայ եմ եղել, ոնց են մարդիկ արդեն տուն փնտրում գալ Գյումրի, Վանաձոր, Երևան, տներ ծախեն գան, որտեղ եթե երեխեք չգնացին դպրոց, իրենց այնտեղ մնալու իմաստը։ Այս երկու ծրագիրը խնդրում եմ հիմա կապենք իրար։ Ես այս ներկայացի կրթական այն երեխեքը, որ դրսում էին, եւ այստեղ երեխեքի պակաս կա, որ եթե այս երեխեքը դպրոցում երեխեք լինեին, դպրոցը չէր փակվի։ Սա է հիմնական իշխանությունների գործոնը, որ ասում են 100-ից պակաս է, ուրեմն փակեն։ Եթե այս 20000 երեխեն, որոնց փնտրեին, ոգևորեին, տրամադրեին ավտոբուս, փող եւ այլ, այս դպրոցները չփակվեին եւ չէր փակվի դպրոց եւ այս երեխեքը դպրոց կգնային եւ սահմանամերձ գյուղերը կպահպանվեն եւ կրթական համակարգ չէր լինի։ Այսինքն 100,000 երեխեն, որ դպրոցական տարիքի է եւ դպրոց չի հաճախում, իսկ այստեղ ձեզ թիվ ասեմ, այս 230 դպրոցում ընդամենը սովորում է 7800 աշակերտ։ Եթե այս 7800 աշակերտին ընդամենը 1000 աշակերտ գումարվեր, այս դպրոցները չէին փակվի։ Այսինքն ես ուզում եմ հիմնավորել, որ կրթության նկատմամբ ռազմավարական մտածողություն բացարձակ գոյություն չունի եւ մեր ասածը, մեր ծրագիրը դա լրջագույն ծրագիր է, փորձաքննություն անցած, միջազգային էքսպերտիզա արած ծրագիր։ Ծրագրի լուծումը հետեւյալն է, հարգելի Ռոբերտ։ Ուսուցչին ես ուղարկում աշակերտի մոտ, ոչ թե ուսուցչին բերում ես հարևան գյուղ, որ ուսուցիչ պարապի, այլ կոմպյուտեր ես տալիս, սմարթ դասարաններ ես ստեղծում, հեռավար ուսուցում ես ստեղծում, շրջանից լավագույն ուսուցիչը գալիս է շաբաթը մեկ պարապում է, այդ երեխեքին համախմբում ես մի դասարանում ես պարապում, այսինքն նպաստում ես միջավայր ես ստեղծում, որ կրթությունը գնա երեխու մոտ, որպեսզի երեխեն մնա գյուղում։ Սա կոնցեպտ է, որը կիրառվում է բոլոր այն երկրներում, որոնք ունեն ամենաշատը շատ կղզիներ, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ավստրալիան ունեն, ասենք, միջինացված, ամեն մեկը 1000 կղզի, որտեղ 5 ընտանիքա, 10 ընտանիքա, 20 ընտանիքա, 10-ի չափ աշակերտ ունեցար, դպրոցը չի փակվում, վերջ։ Փող են ծախսում, ուսուցիչը գնում է աշակերտը։ Մեզ համար դա առավելագույն անհրաժեշտություն է, որովհետև այստեղ ոչ միայն կրթությունն է, այլ սահմանապահ գյուղերը։ Երբ որ սահմանապահ գյուղերը դատարկում են, իսկ այս 220 դպրոց փակվելու դեպքում դա կազմում է 600 կիլոմետր։ Ես հիմա գալիս եմ ազգային անվտանգությանը։ Տեսեք որտեղից բերեցի, ստատիստիկայից բերեցի կրթություն, ստերից ազգային անվտանգություն։ Այդ 600 կիլոմետր սահմանամերձ տարածքները գյուղերի դատարկումով հետ են քաշում։ Այդ գյուղերը, այդ տարածքները չեն մշակվում։ Ուրեմն 125 ներողություն, թիվը հեսա ճշգրիտ ասեմ ձեզ, հա։ Հա, 2500 քառակուսի կիլոմետր, 2500 քառակուսի կիլոմետր, այդ են գյուղերի տարածքն է, որոնց դպրոցները փակվում են։ Սա այլևս չի մշակվելու, հետ են քաշվելու եւ ասենք ադրբեջանցիների հավակնությունները իրենց անասունը բերել կամ սահման ասենք դառնում է սա կոնցեպտ է։ Մշակված կրկնում է միջազգային փորձաքննությամբ եւ Հայաստանով եւ մեր միջազգային։ Մենք սա ենք առաջարկում։ Այսինքն մեր առաջարկը իսկապես լուրջ ծրագիր է։ Ցավալիորեն ուզում եմ արձանագրել, որ այսօրվա ընտրողը ծրագիր չի լսում, չի նայում։ Ցավալի բան է։ Ցավալի բան է։ Գյուղերում պատտվել են։ Ոչ մեկը չի ասում լա ձեր ծրագիր։ Անունին են քվեարկում ասում։ Հայհոյանք։ Դե լա հայհոյանքը չեմ ասում։ Նայում եմ երեկվա վիդեոները ու ասում եմ հիմա իմ հասկանում որ ինչ ենք այս կորուստներ ունեցել, որտեղ այսպես անզուս, բանավասակշիռ, ոչ բան կանխատեսելի մարդու բան ենք տեսնում, վարք ենք տեսնում։ Այս ձևի վարկով պետություն ղեկավարի դա հանցագործություն, դա գլուխը ցավը, բայց իր շրջապատը չեն տեսնում, որ ինքը հավասարակշիռ չի, ինքը շեղված է։ Կամ առավել եւս, իր շրջապատը կախված է, բայց բնակիչները քվեարկողները չեն տեսնում, ում են ուզում քվեարկեն։ Այդ մյուս բաններ, եթե ժամանակ ունենք 3 րոպե եմ խնդրում։ 3 րոպե, այո։ 3 րոպե մյուս կոնցեպտուալ լուրջ ծրագիրը, ռազմավարական ծրագիրը հարգելի Ռոբերտ, ներող կնեք, եթե ձեր ժամանակը 3 րոպե չհրաշայեմ։ Մենք մշակել ենք ջրի կարգավորման ծրագիր Հայաստանի համար եւ առաջարկում ենք ունենալ ջրի կառավարման նախարարություն։ Ինչ է դա նշանակում։ Դա առաջիկա տարիների երկրների միջև պատերազմների պատճառներից մեկն է լինելու, այսինքն որքան Հորմուզն է հիմա էներգետիկ ռեսուրսների պատերազմի թատերաբով, հետո դառնալու է ջուրը։ Հայաստանի
ջուրը սակավաթիվ է Հայաստանը որքան թվում է թե լեռնային է ջուր բան պետք է ունենալ, բայց այդպես չէ, որովհետեւ Հայաստանի ջրի պաշարները, շրջանառվող ջրի պաշարների միայն 30%-ն է մնում Հայաստանում, 31-32%։ Ունենք 7.3 միլիարդ դոլար խորանարդ մետր ջուր, դրա 60-ից 70%-ը Հայաստանից դուրս է գալիս, գնում է սպասարկելու է սպասարկում հարևան երկրների ջրերը։ Մենք առաջարկում ենք ստեղծել ջրի մի հատ ժողովրդական եւ գիտնականներից բառն են օգտագործում ջուր բռնելու ծրագիր։ Դա նշանակում է ստեղծել այնպիսի համակարգեր, որ ջուրը հնարավորինս ուժ գնա քո ուժ դուրս գա քո երկրից, պահես այդ ջուրը։ Մասնավորապես, մի հատ ես շատ եմ հավանում այս ծրագիրը։ Ուրեմն Արփա Սևանի ջուրը հիմա մեծ մասը չի գալիս Սևան, փլուզումներ ունեն։ Շատ քիչ գումարով Արփա Սևանը ամբողջությամբ բացում ես, այդ ջուրը գալիս է լցվում է Սևան, Սևանի ջուրը բարձրանում է, ասենք 10 սանտիմետրով, թեկուզ 5 սանտիմետրով, բայց չես թողնում այդ ջուրը բարձրանա։ Նույնքան ջուր, ինչքան մտնում է Սևան, այդքան ջուր Սևան Հրազդան կասկադով դուրս է գալիս, որը էներգետիկ քո հնարավորություններն է շատացնում, այսինքն շատ էներգիա ես արտադրում, որտեղ շատ ջուր ես թողում։ Եվ այդ ջուրը եւ արտադրում ես եւ ջրանցքով այդ ջրամբարը գալիս է լցվում է դեպի Եղվարդ եկող ջրամբարը։ Ես տարօրինակ մի հատ պատմություն է, թող ուսումնասիրեն շատերը, Եղվարդը 30 տարի է սարքվում է։ Ուրեմն 80-ական թվականներին սկսվել է Եղվարդի ջրամբարի սարքելը, դա Հայաստանի երկրորդ հզոր ջրի բանն է, պահուստն է, 230 միլիոն խորանարդ մետր։ Երկրորդ ամենահզոր ոնց 1000 հեկտար մակերես է, իր մակերես։ Եվ այստեղ այդ ջուրը կուտակվում է, լուրջ մակերեսանում, այդ ջուրը կարողանում է սպասարկել մոտավորապես 60,000 հեկտար հող։ Այսինքն այդ ամբողջ տարածաշրջանը, Աբովյանը, Հրազդանը, այդ ամբողջ բանը, Արմավիրը, Եղվարդի շրջանը լրիվ դառնում է ոռոգելի եւ կողքը կառուցվում է տուրիստական հանգրվաններ։ Հրաշալի բան է, բնակլիմայական պայմաններ, այսինքն ստացվում է այսպես։ Եվ այդ ջուրը մնում է Հայաստանում։ Այս մենակ մի տարբերակ ասեցի, այսինքն ջուր բռնելու այդ մեխանիզմը լրջագույն ծավալ մնում է Հայաստանում էներգետիկ, էկոլոգիական, կենսաբանական, գյուղատնտեսական խնդիրները լուծում։ Սա համալիր մի հատ կոնցեպտ է, եւ այս կոնցեպտը մենք իրականացնելու ենք։ Մեր քվեաթերթիկի համարը 10-ն է, ես խնդրում եմ բոլորին, ուղիղ խնդրում եմ, մեզ լուրջ ընդունեք, մեր ծրագրերին լուրջ վերաբերվեք, մենք իսկապես լուրջ ուժ ենք, մտավոր ուժ ենք, փորձված ուժ ենք, քաղաքական ուժ ենք եւ վստահելի ուժ ենք, ու ոչ մեկը մեզ չի կարող լծակներով ճնշի, խափի, ազատ ուժ ենք, հասկանում եք, անկախական ուժ ենք։ Մեր հույսը մտավորականներն են, ովքեր հասկացան, հասկանում եք, ես երկու հատ բարդ ծրագիր ներկայացրի, ովքեր հասկացան մեզ, թող մեզ քվեարկեն։ Շնորհակալ եմ, քվեարկեք համար 10-ին եւ մենք կլինենք ձեր հավատարիմ ներկայացուցիչը, ինչպես եղել եմ, տասնյակ տարիներ խորհրդանում։ Շնորհակալություն հաղորդման համար։ Շնորհակալություն, որ եկաք Factor TV։ Հյուրընկալել ենք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին։